Ոնց ես պատկերացնում Ադրբեջանի երիտասարդությունը, իրանք ինչ կարծիք ունեն մեր մասին անդա։ Չեմ կարող ասեմ։ Ճիշտն ասած, вообще չգիտեմ, sense Լավ կարծիք չեն ունեն, հա, որտեղ իրանք տենց մեծացնում են, էլի, որ հայերին չսիրեն, տենց են իրանք ծնողները մեծացնում երեխեքին, որ հայերին չսիրեն, բան ատեն։ Իրանց էլ իմ կարծիքով օրինակ այդ հենց փոքր ժամանակվանից հենց են դաստիարակում, որ հայերը վատն են, հայերը սենց, հայերը նենց, ու էդի մեր տարածքներն են, իրանք գրավել են մեր տարածքները։ Պարզը այդ մարդուն մեկը ինձ ոչ ոք չի կարա, չէ, հակառակը համոզի, որ Ղարաբաղը Հայաստանին է չի։ Մեր մոտ այս ավտոն հաստատ ջարդված կլներ։ Ձեր մոտ որտե՞ղ։ Լավ Սիրիա կամ Լիբանան։ Ինչի՞։ Բայց Սիրիա դերաշտյան մախում որ դրել է։ Իսկ վաշը ինչ ես մտածում ադրբեջանցիների մասին։ O millet yoksa hakimiyet. Belə götürəndə milletin heç bir-birinə, millət başını sağa başa, çörəyin qazanır. Yuxarı təbəqədə olanlar, yuxarı təbəqədə olanların bu oyunu bir-birinə nəsə oyunu var deyək, yoxsa belə millət özü başlarına bir şey işləyir. Sadece bu torpağı hiç kesapalım. Bu torpaqda insan yaşıyor. Լինելու է պատերազմ, չգիտեմ, 100 տարի հետո, 1000 տարի հետո, բայց լինելու է։ Քանի դեռ իրանք չեն հասկացել, որ չի կարելի ուրիշի հողի վրա աչք տրկել։ Դժվար հարց է։ Ես քանի որ ադրբեջանցիների հետ չեմ շփվել, ես ամեն ինչ գիտեմ զուտ այն մակարդակով, ինչ մակարդակով, որ պետական այրերը շփվում են, չէ՞։ Չգիտեմ։ Վախենում եմ, որ քաղաքական գործիչների պատերազմը։ Վախենում եմ, որ իրականում ժողովուրդը նես չի մտածում, ոնց որ իր ներկայացուցիչներն են մտածում։ Իսկ այդ վտանգավոր է։ Belə əslində yox, əvvəl onu var, Rabaq ermənilər. Oradan qaçan ermənilər в основном Yerevana qaçmayıb. Çünki onların da zəhləsidir bütün bu fikirdən. Qaçıb gediblər Rusiyaya. В основном qaçıb gediblər Rusiyaya. İndiyə kimi də Azərbaycanı necəyirlər, tarixirlər Azərbaycanı. Թե օրինակ փողոցում ադրբեջանցի տենային, իմանալ որ իրանք Բաքվից են եկել։ Հա։ Ինչ ռեակցիա կներ կողմը։ Ոչ մի բան չի անի։ Հիմա ուսաղ ադրբեջանցիները վատ չեն, մերքները լավ էլ կլներ։ Չէ, աստծո սիրո, ես ոչ ինչ-որ բան կա վերցնեի գլխին կտայի, ոչ էլ ես հանգիստ ինձ համար։ Քերական չի, ես մի քիչ ուրիշ մտածելակերպ ունեմ, էլի աղջան։ Տեսեք դուք ասում եք, որ հենց նոր ադրբեջանցիներ են, չէ՞, մեքենայում նստած եղել։ Դուք իրեն չսպանեցիք, ու ես համոզված եմ, որ փողոցում ոչ մեկ էլ իրեն չէր սպանելու։ Բայց արդյոք ես, դուք կամ մեկ այլ հայ կարող է Բաքվում այդպիսի հանգստությամբ, ասենք, տաքսի նստել, երթևեկել եւ այլն։ Ես համոզված չեմ։